Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր մեր հյուրն է փաստաբան պարոն Սիրունյանը։ Մենք խոսելու ենք Վարդան Սեդրակյանի գործի մասին, որի առաջին դրականիստը պարոն Սիրունյան, կարծում եմ մեր գործընկերները բոլորն էլ սպասում են, թե ինչ բնաբանություններ կամ նորություններ կհաղորդեք այս գործի վերաբերյալ։ Նորից բարև ձեզ։ Հարգելիներ, քանի որ մենք գիտենք ինչի մասին ենք խոսելու, բերեք ես ոչինչ չպատմեմ, միանգամից տվեք ձեր հարցերը։ Դուք ասում եք, որ գործը թերի է քննված։ Հաջույքով դուք։ Խնդրում եմ բոլորը ներկայանան հարցը տալուց առաջ, ես կտամ ձայն, խնդրեմ։ Ասեմ, գործը մեկ շավլի երկար ձարավսին պատասխանեմ։ Գործն ունի երկու թերություն, երկու մեծ թերություն։ Առաջի հետի մենք այդ ամբողջ հատուրանուց գործից չենք կարողանում հասկանանք, որ եթե նույնիսկ Պարուր Հայիկյանի հետ այդ դժբախտությունը պատահել է, եթե նույնիսկ Խաչիկ Պողոսյանը հրավիրել է, իսկ Սամվել Հարությունյանը կազմակերպել է, 6 հատորի մեջ խնդրում ենք Սեդրակյան Վարդանին չենք գտնում։ Որովհետև ես հաստատ համոզված եմ եւ չեմ կարծում, որ մեր իրավապահներն էլ այդ արդյունքն են, որ օրացույցի վրա 2013 թվականն է, ոչ թե 37-ը, եւ ընդամենը մեկ ցուցմունքով նախագահի տեխնացու չեն դատել։ Իսկ ցուցմունքը ասեմ, առաջացան ցուցմունքն ինչի մասին է, որ ամբողջ ժողովուրդը խոսում է ցուցմունք կա, որևէ ցուցմունք չկա։ Կարգողն ասում է, որ Սամվել Հարությունյանը ներողություն է խնդրում կոպիտ վարարհամար կաֆելչիկ է։ Կարգողն ասում է, որ կաֆելչիկն իրեն ասել է, որ Վարդան Սեդրակյանն իրեն ասել է, որ Պարուր Հայիկյանին վախեցնել է պետք։ Ես պատվերը կատարելուց անզգուշ կերակեցի կպավ։ Հիմա ես բացատրեք, ես ցուցմունքով Սեդրակյան Վարդանը դատեմ, թող դատեմ։ Սա Վարդան Սեդրակյանի մասով, որ գործը թերի է։ Մնացած երկու մեղադրյալների մասով սա ինձ պետք չէ բայց որպես արանի հետաքրում եմ, որ ես քանի որ ինքս նախին դատախազ եմ, միշտ փորձանալու եմ դատախազի աչքերով։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե այդ կարգի կարևորագույն գործով ինչպես կարելի է օրինակ կիլերին չեմ ուզում վիրավորացնել եմ Խաչատուր Պողոսյանին, որտեղ համոզված եմ Ռուսիա что-то тут не то։ Ինչ չէ գյուղի հավի գողին բնում են, 02-ը ցույց է տալիս դրա մի շաբաթ հետո։ Այս կարգի կարևորագույն գործով կիլերին ձերբակալում են, այդ փոխանակ կուսաստել հերթատեսյան ցույց տալ։ Ընդորում մենք ունենք, եթե չեմ սխալվում, 22 հերոստա ալիք, ստացվում է, որ ժամը 44 անգամ։ Այդ պարագայում, որ պարտադիր նա մեկուսեր ճանաչում արվեր, ճանաչում երբ բոլորը գիտեք ինչ է, կինոներում տեսել եք, կանգնացնում են 4 հոգի, Խաչիկ Պողոսյանն էլ մեջ է, Հայիկյանին ասում են մի հատ խտամ ճանաչ։ Հայիկյանն ինչ է ճանաչ, 44 անգամ ցույց ամեն ժամ։ Չգիտեմ։ Կամ Խաչիկ Պողոսյանն ասում է կրակել եմ։ Լավ է սա կրակել ես։ Դրանք կա քննչական փորձարարություն։ Չեն արել։ Ընդորում որ ասես քննչական փորձարարության ձևն ու տեղը չգիտեն, շատ էլ լավ դեն, որ գործը քննել են բաղ պրոֆեսիոնալները։ Եվ բուն դեպքի քննչական փորձարարություն չեն արել, բայց Խաչիկ Պողոսյանը երբ որ ցուցմունք է տվել, որ դեպից հետո տուն գնալուց այսինչ փողոցի վրա գցել եմ ինքը աղբարկը, դրա քննչական փորձարարությունն արել եմ։ Ասել են ցույց տուր Պողոսյան, ոնց գնացիր, ոնց գցեցիր, բայց աբսուրդ չի։ Երբ որ երկու հարևան հարբած վիճակում դրա ընթացքում կամ դրանից հետո շշերով տալիս են իրար գլխին, բնավորված չկա, ուղեղից հրցում արյուն չկա, մարդ մահացել, քրեական գործ է հարուցվել, նույնիսկ դրանց գոնե ամբուլատոր
բայց հոգեբուժական փորձակնության ենթարկվում։ Մենք այս արտահայտողի գործով նույնիսկ իրերին հոգեբուժական փորձակնության չեն ենթարկվում։ Բայց ահա մի կողմ դրած ընդունենք Խաչիկնը, ընդունենք Կրակելը, ընդունենք Պարոն Հայրիկյանի վրա։ Պարոն Պարազերի հետ մարդը հոգեկան հիվանդ է, իրանից հեռու։ Մենք գործը ինչի մասին ենք դատարանում քննում։ Իսկ այս թեյությունները 6 հատորում կան բազմաթիվ։ Ցանկացած ուսանողից այդ գործը ցույց տամ, կասի Պարոն Սիրունյան, սա չկա։ Համեցեք, ներկա։ Չգիտեմ, այն որ ուզում են ձեր ասածով, ես էլ եմ կոնդում մեծացել տերմինները շատ եմ սիրում, սարքեն, բայց ես կասկածներ ունեմ, որ այդ Խաչիկն էլ դրա հետ կապ չունի, այս ազավեշտը, որ իմ դատավարական թշնամու մասին ես հոգում եմ, կապ չունի, ոնց նայում եմ, այդքան էլ կապ չունի։ Եթե զենքը Խաչիկի տանը չի հայտնաբերվում խոզարկությամբ, խոզարկություն անում են էլ այդ կարգի կարևորագույն մարմինը, ամենալուրջ առանց չափազանցնելու եմ ասում, ամենալուրջ նախաքննական մարմինն է այսօր, չվիրավորվել մյուսները։ Խոզարկություն են անում, զենքը չի հայտնաբերվում։ Խոզարկություն են անում տանը, հապուշները չեն հայտնաբերվում։ Մեկ էլ հաջորդը գալիս Խաչիկի կին ասում է, զենքը, այս էլ սրոկը իմ մարդու հետ կապված, վերցրեք։ Եվս երկու օր հետո կինը գալիս ասում է, գիտեք, ես դատարկ զենքն էի բերել, մոռացել էի։ Այս էլ 5 հատ փամփուշտ։ Վարդան Սեդրակյանը ոչ մի գումար չի տվել զենք գնելու, Վարդան Սեդրակյանը Արուսունյան Սամվելին, ընդ որում դա Սամվելը չի ժխտում իր ուսմունքներում, տվել է եւ $1000, եւ $3000, եւ $2000, եւ ընթացիկ ծախսել այն պարզ պատճառով, որ Սամվելն իր տանը աշխատել եւ աշխատում էր։ Իսկ կարող եք բացատրել $1000 զենք հա լինում։ $1000 այսօր նույնիսկ նորմալ մանկական զենքը ավելի թանկ արժի խանութում, եթե չինական չի։ Կամ իսկ կարող եք բացատրել լինում է նման կիլեր, որ ասում է ես գործը կանեմ, հետո կգամ հորի մասին խոսանք, դες մատեսել եք, կամ լսել եք։ Կիլերի հետ փող չեն պայմանավորվում, ինքն ասում է, կա այդպեսի ուսմունք։ Ասում է Սամվելն ասեց, Խաչիկ ջան, Վարդանը մեզ դիլխոր չի թողի, գործը կանենք, հորի մասին խոսանք, բասա բրազիլական սերիալը ինչ է։ Որ Նագարիթ այսպես ասած մասնագիտորեն հնարավոր չէ, հա, փոքր մասնագիտորեն չէ։ Ես ընդհանրապես փաստերն եմ ասում, գնահատականը թող դատարանը տա։ Թերություններից մեկը գործող ձեր ասած ուրեմն գրականության եւ ըստ էության կյանքում Նագանը որը ունի 7 գրակում է 762 տրամաչափով, գնդակով, 35 մետր հեռավորությունից, ցանկացած նույնիսկ Վիկիպեդիան բացեք, չեմ ասում լուրջ գիտական գրքեր, 35 մետր հեռավորությունից ծագում է 7.5 սանտիմետրանոց տախտակ, որ պատկերացնեք ինչ է 7.5 սանտիմետր, սա է 35 մետրից ծագում դուրս է գալիս։ Մեզ մոտ կրակոցը արձակվել է փորձագետի 60 սանտիմետրից մի մետր հեռավորությունից, համապարփորապես սա է։ Գնդակը մնացել է ուսի մեջ։ Երկրորդ գնդակը, որը ընդհանրապես արգելք չի ունեցել եւ անցել է Պարոն Հայրիկյանի պալտոն ոնց է հայերեն ժողովուրդ վերարկուի միջով, հայտնաբերվել է Պարոն Հայրիկյանից մի քանի մետր հեռավորությամբ Նագանը։ Ուսա, չգիտես ինչի, անտեսվել է քնեչի կողմից։ Ես ընդհանրապես ուզում եմ ասեմ, որ что-то тут не то։ Ես չգիտեմ, ես գիտեմ, որ դեպքը տեղի է ունեցել ըստ տարբեր ցուցմունքների ժամը 23:10-ից մինչև 23:30, ընդհանրապես 1-1.5 ժամ հետո քրեական գործ է հարուցվում, լավ են անում։ 305 հոդվածով, ոչ թե 104-ով։
Անհայտ անձը որոշել էր նենգաբար սպանել պարոն Հայրիկյանին, այլ անհայտ անձը, մի ժամ հետո հասկացա, անհայտ անձը որոշել էր սպանել քաղաքական գործիչ պարոն Հայրիկյանին, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Այդ հարցը ես միշտ տալիս եմ, հիմա էլ եմ տալիս, ինձ կարող եք բացատրել մի տոկոսանոց տեխնացուն չնեղանալ Սերակյան Վարդանը, մենք դրա մասին խոսել ենք, ես ասել եմ Վարդան, ես քո պաշտպանն եմ, այլ ոչ թե քո պիարշիկը քաղաքական, իմ ասած նեղանալ չնեղանաս, կարաս ինձ բացատրես մի տոկոսանոցը խփում է տոկոսու կեսանոցի, որ ինչ ով դառնա 2%։ Վարդան Սերակյանը ասել է, որ լինելու եմ 4-րդը, չի ասել, որ լինելու է այս ընտրությունների ժամանակ։ Հարցեր։ Ամեն դեպս վաղը դուք մտնում եք առաջին դատնավինում, ինչ կերպ գործելու, ինչ եք անելու։ Ասեմ ինչ ենք անելու, մեղադրող դատախազին թախանձաբար խնդրելու ենք մեզ բացատրի մեղադրանքի հիմքը, որովհետև սա հին ոչ է քննչական դատախազական, իսլամ նման բաներով զբաղվել ժամանակին, հատկապես եթե մի քանի հոգի են գործով, գրում են հետևյալը, այս ինչարի մեղքը հիմնավորվում է հետևյալ ապացույցներով ու շարադրում են խաղը։ Ասենք այս ապացույցներից մենք խնդրեմ ասեք մեր ապացույցները որն է, դե մենք մարտի 5-ից մեզ ճաղում ասում ենք մեղադրանքի հիմքերը տվեք չեն տալիս։ Հիմա նոր հասկացանք, որ կա 6 հատորանոց գործ ու կա մեղադրական երևակայություն, որում թվարկված են այդ հիմքերը, այսինքն ապացույցները։ Բայց թվարկված են այսպես։ Եվ Խաչիկինը, եւ Սամվելինը, եւ մերը, ասենք մերը որն ասեք, որ մենք հասկանանք պաշտպանվենք։ Այդ որ այսօր ասում եմ սա չկա, նագանը չգիտես ինչի կրակում է 2 մետրի վրա, սա ինչ չվերաբերող ապացույց է։ Մերն ասեք որն է։ Հենց ուսմունքը որ Վարդանը իբր ասեց ու Սամվելն ասեց Խաչիկն գնաց արեց, ընդ որում Խաչիկն էլ հաշվետու եղավ Սամվելի առաջ ոչ թե Վարդանի, սա եղավ սպանություն։ Ընդ որում ավելին ձեզ ասեմ, դա էլ չի եղել որ գնա վախացու։ Բայց եթե եղել է, մենք չունենք մանուկ։ Համեցեք։ Ներողություն, դուք Վարդան ասեցիք, որ նա չի ասել, մեկ նորից։ Վարդան Սեդրակյանը ընդհանրապես ցուցմունք չի տվել ու մինչև որ չի տալիս։ Այդ ինչը որ տարածում են, չգիտեմ ով, դա էլ ինչ որ մեկին պետք։ Մեկ էլ տեսնես, ձեր գոլեգաներից մեկը գրում է, հաստատ գիտեմ ցուցմունք է տվել։ Արդեն խեր ուզանը զանգում է, ինձ ճիշտ բան է եղել։ Ասում եմ, ջան, եթե մի բանը չի եղել, քվանտուսին այդպես բան ո՞նց կանի։ Կարող է չգիտես, ասում չի հաստատ գիտե, Վարդան Սեդրակյանը որևէ ցուցմունք չի տալիս։ Ինչի մասին տա։ Մենք ուզում ենք հասկանանք ով է դրդել Սամվելին ու Խաչիկին, տեսեք նորից եմ ասում, ես այսօր իրանց պատժելով արդեն 2 ամիս KGB-ի մեկուսարանում եմ գտնվում, ես ասելով մենք, ու այդ երկուսի պատճառով, բայց մենք էլ ենք ուզում հասկանանք, ով է նրանց դա սովորացրել։ Ով է դա նրանց սովորացրել, պարոն Հայրիկյանը առաջ օրվանից ասում էր, եվրոպական արտաքինով, ընդ որում դա ոչ միայն ինքն է ասում, եւս մի վկա կա, որ տեսա ոչ հայկական արտաքինով 1.75 m բոյով, 30 տարեկանից փոքր տարիքի։ Մեկ էլ հայտնվում է Խաչիկը, բայց այսքան է տալու։ Համեցեք։ Մենք դիտողություններին ծանոթ չենք, նրանք մեզ հետ կապը չեն ուզում պահեն, ընդ որում մեր կապը իրենց հետ մենք ուզում ենք հաստատենք հետևյալ հարցի շուրջ, քանի որ Վարդան Սեդրակյանի ամեն ինչը նույնիսկ տան սառնարանը գտնվում է կալանքի տակ, ապագա քաղաքացիական հայցը ապահովելու նպատակով։ Քաղաքացիական հայցել մինչև որս պարոն Հայրիկյանը չի հարուցել, որի իրավունքը ուներ քրեական գործ հարուցելու պահից անմիջապես։
քրեական դատավարությունում հայց այդպես է հարուցում, ոչ թե դատարանում, այլ ցանկացած փուլում։ Մենք նամակ գրեցինք, պարոն Բաղդասարյանին, դերեցի հարգելի գոլեգա Բառացի, մեր ամբողջ գույքը գտնվում է կալանքի տակ ձեր ապագա քաղաքացիը ապահովելու համար։ Խնդրում եմ հիմա ասեք, ինչ պահանջ ունեք Սեդրակյան Վարդանի նկատմամբ, ինչ չափով, դրա հիմքում ինչն է ընկած, ցանկացած ժամանակ քննարկենք ձեր գույքային պահանջը, եթե այդպեսին կա, ասած գույքը ազատ։ Պատասխան չկա։ Եվ երկրորդ հարցը հա, եթե կարելի Վարդան Սեդրակյանը իր ասուլիսներից մեկում կասում հենց վերջինում, ասաց հանգացած մարդուն իր դրանացին պահեն գտած հանգալիցությունքը։ Այդ ասացի, այսպես ասած, հետևողականություն ինչպես է տեսնում այսպես, հա, այդ ասացից եզրակացում էր այսօր կարող ենք անել։ Ես չեմ կարող եզրակացություն անել։ Դա չասնես այսինքն իր վրա, այսինքն այդ Իրա Վարդանի վրա, չի, նույնիսկ Վարդանի վրա դա չի ազդել, չի էլ ազդելու, Վարդանն ասում է հետևյալը, եթե սա այս կլոունադան տևելու է մի քանի ամիս, ես գտնում եմ, որ պետությունը այդ կարգի գործով նույնիսկ ամիսների կտրվածքով կարող էր սխալվել, եթե տևելու է մի քանի ամիս, որովհետև պարզ պետք է հասկանալ, համապատասխան մարմինները, որ այս բնույթի գործը Եվրո դատարանից հետ է գալու ոչ թե 5-6 տարի հետո, այլ առավելագույնը մի տարի հետո։ Մի տարի հետո բացելու են գործը տեսնեն, որ գործ չի։ Հայկական էլ չէ, նույնիսկ բրազիլական սերիալի սցենարը։ Համեցեք քուտուլը։ Անհաջորդ է հարցը, այդ ուշեցիք, որ չի դրել քնիչ իրեն չի այցելել ինչով, ըստ ինքը հրաժարվում է։ Հրաժարվել է ցուցմունք տալուց։ Պարոն Զիգնյան, բոլորս էլ հիշում ենք, որ Վարդան Սեդրակյանը մինչև ձերբակալություն ասում են, որ ընտրություններից հետո իրեն ձերբակալելու են։ Դուք իր այդ զրույցներում փորձել եք մանրամասնել, թե ինչ նկատի ունեն։ Ես շատ լավ հասկանում եմ առանց զրույցելու ինչ նկատի ուներ Վարդան Սեդրակյանը։ Շատ նորմալ տրամաբանություն է։ Հայկական իրավապահի տրամաբանություն է։ Եթե իմ կողմից չկա, ուրեմն ես չեմ։ Ոնց չկար, ամսի 7-ին բայմասածն ինչ է, փոխանակ տանեն, պահեն, գործողություններ անեն, ճանաչման ներկայացնեն, ասեն Պարոն Հայրիկյան, հարգելիս, որն է սրանցից եվրոպական արտաքինով միա ցույց տուր։ Հերոստատեսությամբ ցույց են տալիս, որ հանգարց հետո որևէ մեկը չսխալվի։ Ընդ որում նույնիսկ հաջողացել են գտնել են տաքսու վարորդին, որին իբր տարել է, որը իբր Հաճիկին տարել է տուն դեպքից հետո։ Էլի ճանաչման չեն ներկայացվել։ Նախ կարողացել են պարզեն հալալը, որ կարողացել են պարզեն փողոցից բռնած տաքսու վարորդին, որը ցուցմունք է տալիս, որ հիշում եմ, շատ լավ հիշում եմ, հունվարի 31-ի գիշերը, հենց այն տեղում մեկին վերցրեցի, տարա, ասեցի որ Ռայկում, հետո գնացի քանակեր, լավ հիշում եմ, տենկով հենց է նկարագրում, կեֆտ կգա, լավ էլ հիշում եմ, այսենց ինչ-որ բան կար, ցելոֆանի ձեն էի առնում, հետո հեռուստատեսությամբ տեսա, ասի ինքն է։ Լավ հիմա Վարդան Սեդրակյանից ձերբակալել են, որ ինչ։ Ինձ եք հարցնում։ Այսինքն պատվեր է սա, պարոն Սիրյան, ըստ սա կոնկրետ պատվեր է Վարդան Սեդրակյանի դեմ։ Ես ավելի մեղմ կասեի, սա բերեք ասենք սխալմունք։ Ինչի է պետությանը կոնկրետ նման սխալմունք։ Չգիտեմ։ Դուք տրամաբանական չհամարեցիք, չէ, որ մենք պրոպորցիոնալ տեխնիկան կարող է իսկ ո՞րն է տրամաբանությունը, որ այս տեխնիկայի գլխին այսօր նման գործ սարքես, հա։ Այսինքն հարմար է նրան բաշխելը, թե ինչ-որ միտում կա։ Միտում դժվար կա, ինձ թվում է ժամանակին սխալվել են։ Մենք այդ հնարավորությունը տալիս ենք, թող սխալը ուղղեն արագ։ Այսինքն պատահական սխալ է, թե դիտավորյա սխալ է։ Ինձ թվում է պատահական սխալ։ Այդքան ոչ պրոֆեսիոնալ են մեր իրավաբանները։ Բայց ես էլ եմ զարմանում։
Ախր այն ինչ որ ես ձեզ ասում եմ, մենք երեխաներին 3-րդ կուրսում ենք սովորացնում, 5-րդում էլ չէ։ Գործի վերաբերմունքը ինչպես կարող է։ Առաջի դեպքն է։ Առաջի դեպքն է, այսօր ժամը 3-ին մի այլ գործարար դատում ենք, մեսեք ազգային գրադարանի պատկատները, առաջի դեպքն է։ Հարցիան, դեպքում իրավական համակարգը ողբերգական վիճակում է, հա։ Մեր դատաիրավական համակարգը լացելու վիճակում է։ Լացելու։ Բա այնպես փայլուն երեխեք ունենք այսօր։ Բա ի՞նչն է։ Իմ երեխեքը 21 մենք այդպեսին չէինք ազնվությամբ 22 տարեկան, 23 տարեկան մագիստրատուրա ավարտողին այսօր գրի չտաս, այսօր կաշխատի։ Մենք ավարտելուց հետո սկսում էինք աշխատելու էլի կարդում էինք։ Այսօր այդ երեխեքին մեր իրավաբանական ֆակուլտետի մասին է խոսքը։ Այսօր գրի չտաս, այսօր կաշխատի։ Իսկ ի՞նչն է պարտասում այդ։ Չգիտեմ, շատ բան է պարտասում, որ իմանամ պետության մեջ ամեն ինչ նորմալ է, միայն դատարաններն վաղը չէ։ Ավելին ասեմ, եթե մենք վերցնենք ինչն է լիարժեք կայացել, ըստ էության բանակից բացի ոչ ինչ է։ Ասեմ, որ շրջապատությունն է խնդիրը, որ իշխանության կողմից են ուղղորդվում։ Իշխանության ինչին է պետք է խայտարակությունը, որ տարուկեսից հաստատ պետ է գալու այս գործը Եվրոդատարանից, ինչին է պետք իշխանության։ Հա? Բեկանված հետ է գալու։ Բայց դեպքում ինչ ակնարություն եք սպասում նման դատարանի։ Թող արագ լուծում գտնեն, արագ լուծում գտնեն, ասում եմ ձեզ Վարդան Սեդրակյանի խոսքերը, եթե սա տևելու է ամիսներ, դուրս եմ գալու ասեմ, պետությունը սխալվելու իրավունք ուներ, որտեղ գործը կարևոր է։ Դեպքում իրականում հանցագործություն պետք է։ Թող գտնեն, մենք դի գտնենք, Կա նման։ մենք դի գտնենք։ Ես նույնիսկ չեմ կարողանում հասկանալ անկեղծ, այս կարգի կարևորագույն գործը ոնց կարող է ավարտել 2 ամսում։ Տեսեք, իմ գլուխն է նստած, բայց ասում եմ օբյեկտիվ։ Այս կարգի կարևորագույն գործը ոնց կարող է ավարտել 2 ամսում։ Միջնորդելու եք կանոնի ձևով փոխել։ Միջնորդելու ենք հույսեր չունենք։ Սերտակյանը իրավունքներում միշտ ասում է, որ Սերժ Սարգսյանի հայցարարի կապված ինքը լավ ինքը բաներ գիտի ու մի քանի բաներ ասել։ Ասում էր, ով հելնում է իր ճանապարհին, ինքը ոչինչ տեսնում է։ Կարող է էսել դեպք։ 100% այդ կարծիքին ես դեմ եմ, որովհետև Վարդան Սեդրակյանը ես ինքս ով էր աստղովը։ Ես ինքս գործող նախագահին ձայն չեմ տվել։ Ռաֆի Հովհաննիսյանին էլ չեմ տվել։ Բայց Վարդան Սեդրակյանը կամ որևէ մեկը այսօր ու ապագա տարիներին մրցակից լինել չի կարող Սերժ Սարգսյանը։ Դու հիմա։ Չէ։ Բարձրին իմաստած ձեզ ամեն ինչ օրենքով գնա եւ ոչ ոք չարի։ Ձեր վերված փաստերով որ Վարդան Սեդրակյանը խաղալ չի գնա, որ հարցում է։ Ինչ կարգավիճակում է դրել Վարդան Սեդրակյանը։ Ուղղակի վկայի Սովորական վկայի, դե ասեին այսպես բան է ասում ձեր կաֆելչիկը, դե ասեն չէ դրանով ավարտել։ Ես ասեմ, ես միշտ այդ օրինակը բերում, այսինքն իմ բախտն էլ բերել է, որ իմ մասլեցուսնում չեն տվել, Վարդան Սեդրակյանը ինձ պատահական կլիենտ չի։ Մենք 4-5 տարվա ծանոթներ ենք։ Նույնիսկ շփվում ենք արդեն ընտանիքներով, այսինքն իմ բախտը բերել է, որ իմ մասլեցուսնում չեն տվել։ Այսինքն ամբողջությամբ անունը որը Այդ մի ապացույցն է, թող դատարանը գնահատի։ Ուրեմն եթե նույնիսկ դա եղել է, մենք վաղացնելու հոդված ունենք։ Մի ցուցմունքով մահապատիժ տալիս էին 34 թվականին։ Համեցեք։ Համեցեք։ Ну. Нет, я не говорю, что он был большую дыру пробить. Пуля должна была вылететь. Там еще один абсурд есть. Когда входящее отверстие пули, особенно в тело, так как кожа эластичная, входящее отверстие пули бывает с размером пулю или меньше. А на теле Павлова обнаружено отверстие шириной 7,6 и высотой 1,2 сантиметра.
Причем высота пули не 1,2 сантиметра, а 1,6 сантиметра. Расстояние было именно? Размер отверстия больше, чем размер пули. Пуля куда была? А я не знаю, какая была пуля. Այլ հարցեր։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան, Համեցեք։ հետաքրքիր ներկայացնում։ Առաջին, Տեխնիկ։ երեկի կենտրոնացման